Գինին եւ այն էլ մեր տնական, հայկական, ընտիր գինին, որը չես կարող փոխարինել ոչ մի երկրի, նույնիսկ անգամ ես այդպես եմ մտածում իտալականի հետ։ Հոտը, իսկ եթե համը փորձում ես, չկա։ Հատկապես պետք է խմել կարմիր կամ չոր, սպիտակ գինի։ Չոր կարմիր գինին մանավանդ հայկական է, չափից ավելի առողջարար է, որովհետև այն ստացվում է հենց խաղողից եւ ուզում եմ ասել, ինչքան խաղողի կորիզներն են օգտակար, այնքան էլ գինին, որովհետև գինին ինքը երբ չոր է, իջեցնում է ճնշումը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, այն չի թույլ տալիս, որ օրգանիզմում առաջանա արյան խտությունը բարձրանա։ Դրա համար այս չոր գինին խմում ես, արյան շրջանառությունը լավացնում է, գնում է այն նույնիսկ մանր կապիլյարների, այսինքն անոթներում եւ կարողանում սնուցել ձեր ամբողջ օրգան համակարգերը։ Պատկերացնում եք օրը որպես դեղորայք, ամեն օր 100 գրամ, բայց ասեմ, եթե դուք ունեք խնդիր առողջական, եթե օգտագործում եք դեղորայք, անպայման բժշկի հետ խորհրդակցեք, անպայման պետք է, որովհետև դեղորայքին հնարավոր է սպիրտային մասը խանգարի։ Սիրելի իմ ժողովուրդ, օգտագործենք մերը, տնականը, պատրաստվածը ֆաբրիկաների, գործարանների, որպեսզի լինենք միշտ առողջ, որովհետև եթե մեր երկրի, մեր տարածաշրջանի գինին է, միրգն է, ապա այն ավելի շատ լավ է ազդում մեր օրգանիզմի վրա։ Սիրելիներս, օգտագործենք այն, ինչ որ տալիս է բնությունը, եւ վայելենք կյանքը այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Սիրում եմ ձեզ։